Մի այսպիսի հիպոթետիկ իրավիճակ պատկերացնենք։ Ենթադրենք մի մարդ 200,000 դրամ աշխատավարձ է ստանում ու անդադար բոլոր անկյուններից լսում է. քո աշխատանքն անգնահատելի է, բոլորիս ապագան քեզնից է կախված, քեզ կօգնենք, աջակցենք, դու միայն քո գործը լավ արա։ Ու հանկարծ մի գեղեցիկ օր մեր հերոսը զարթնում ու իմանում է, որ մի ամբողջ տարի պիտի աշխատի 160,000 դրամով։ Իրեն անդադար ոգեշնչող ղեկավարները քաղցր խոսքերին զուգահեռ որոշել են այդ գումարը այլ տեղ ծախսել։ Ինչպես իրեն կզգա մեր հերոսը, կհիասթափվի, կնեղանա, թե պարզապես ամեն ինչ կթողնի ու կհեռանա։ 2026-ի պետական բյուջեի նախագծում ահա այսպիսի անակնկալ է սպասվում ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկին։ Եվ իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում։ Դա կարելի է ասել եւ գնալ գործ անել, իսկապես այնպես անել, որ ապագան հիմնված լինի գիտության եւ տեխնոլոգիաների վրա, կարելի է ասել եւ ոչինչ չանել հետո։ Մենք ցավոք սրտի երկրորդն ենք տեսնում։ Վարչապետի այս խոսքերից 2 տարի էլ չանցած 2026-ի պետական բյուջեի նախագծում ոչ թե մեծացող ներդրումներ ենք տեսնում, այլ ուղիղ հակառակը։ Գործադիրը նախատեսում է գիտության ֆինանսավորումը շեշտակի 20%-ով կրճատել, երկրի զարգացման համար անկյունակարային բնագավառից կտրելով միանգամից 17 միլիոն դոլար։ Գիտությունը եւ տեխնոլոգիաները ցանկացած երկրի համար գործիք են հզորանալու։ Մենք այդ գործիքը չենք օգտագործում, որովհետև մեր կառավարությունը չի զբաղվում դրանով համակարգային։ Հիմա ավելի մանրամասն հաջորդ տարի գիտության ոլորտին նախատեսում են մոտ 71 միլիոն դոլար հատկացնել։ Այս տարվա ծրագրով այն 88 միլիոնի է հասնում, անգամ 2024-ին գիտության ֆինանսավորումն ավելի մեծ է եղել, հասնելով 75 միլիոն դոլարի։ Պաշտոնական տվյալները փաստում են 2021-ին գիտության ոլորտին տրամադրված մոտ 40 միլիոն դոլարը այս տարի ավելի քան կրկնապատկվել է։ Այժմ սակայն կառավարությունը որոշել է փոխել մոտեցումը ու ֆինանսավորումը 2024-ից էլ ցածր մակարդակի իջեցնել։ Ընդհանուր առմամբ անհամակարգային, չհամակարգված եւ ոչ նպատակային գործունեություն է տեղի ունենում մեր կառավարության կողմից։ Իրենք կարծես ոնց որ զբաղված են ամեն ինչով, բացի այն ամենակարևորագույն հարցերից մեկը, որը երկրի մրցունակության բարձրացումն է, գիտական հետազոտությունների եւ մշակումների ոնց որ ֆինանսավորման միջոցով։ Նույն ինստիտուցիոնալ բացերը, որ կա Հայաստանում, որ ցանկացած ինքնիշխանություն ամրապնդելու ձգտող պետություն այդպիսի բաց իրան թույլ չի տա, հա, իրենք վաղուց են այդ բացերը փակել։ Հայաստանը դեռ ունի եւ փոփոխությունները այդպես մոտակա հորիզոնում դեռ չեն եղել։ Իսկ կոնկրետ որ ուղղություններում կրճատումներ կլինեն։ Եթե այս տարվա բյուջեով դրամաշնորհային գիտական հետազոտությունների համար ավելի քան 23 միլիոն դոլար են նախատեսել, 2026-ին ծրագրում են առավելագույնը 17 միլիոն հատկացնել։ Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ծրագիրը կրճատվում է 2 անգամ։ Այս տարվա ավելի քան 14 միլիոնի համեմատ 2026-ին 7.5 միլիոն դոլար են նախատեսում։ Այսպիսի կենտրոնների թիվը նախատեսում են 5-ով նվազեցնել, կկրճատվի նաև համապատասխան սարքավորումների քանակը։ Ներկայացված նախագծով ոչ մի լումա չեն պատրաստվում հատկացնել արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացմանը։ Սա դեռ ամենը չէ, գործադիրը ծրագրում է հաջորդ տարիներին գիտության ֆինանսավորումն էլ ավելի կրճատել։ 2028-ին այն կնվազի ներկայիս փոխարժեքով մինչև 65 միլիոն դոլար։ Այս ամենին զուգահեռ կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի 13 միլիոն դոլար հատկացնել ակադեմիական քաղաքին։ Փաստաթղթերից պարզ չէ, թե ինչ են պատրաստվում անել այսքան գումարով։ Ծրագիրը շատ հակիրճ են նկարագրել։ Շարունակել ակադեմիական քաղաք նախագծի իրականացումը, ակադեմիական քաղաք հիմնադրամին պետական աջակցությունը եւ ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Կառավարությունն այդ քաղաքում նախատեսում է տեղակայել բոլոր պետական բուհերը։